Եթերում լուրերի ժամը 17-ի թողարկումն է, ես Մերի Դանիելյանն եմ, բարի օր։ Միացյալ Նահանգների նախագահ Թրամփը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները դարձել են իր ընկերները։ Սպիտակ տան ղեկավարն այս հայտարարությունն արել է Դավոսում Խաղաղության խորհրդի կանոնադրության ստորագրման արարողության ժամանակ։ Ի թիվս այդ երկրների ղեկավարների կանոնադրությունը ստորագրել է նաև Նիկոլ Փաշինյանը։ Թրամփն ասել է, որ խորհրդի կազմում ուզում է տեսնել իրական իշխանություն և ազդեցություն ունեցող առաջնորդների, այլ ոչ թե քաղաքականության մեջ նորածինների։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր Գազայի հարցով խաղաղության խորհուրդ ստեղծելու մասին, որին միանալու հրավեր է ուղարկել շուրջ 60 երկրի ղեկավարների։ Մայրաթորն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանին միացած և Գարեգին II հայրապետի հրաժարականը պահանջող եպիսկոպոսների հայտարարությանը, որով նրանք բոյկոտում են փետրվարին Ավստրիայում կայանալիք եպիսկոպոսատ ժողովը։ Մայրաթորից նշում են, որ թե անցյալում, թե այսօր այդ եպիսկոպոսները որևէ կերպ չեն մատնանշել իրատեսական ճանապարհները եկեղեցու և իշխանությունների միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, այլ ընդհակառակը ակնհայտ ազդեցության ներքո շարունակ փորձեր են կատարում խնդիրները հանգուցալուծելու ոչ կանոնական դատապարտելի ուղիներով։ Հայտարարության մեջ ընդգծվում է, թե իշխանությունների հակասահմանադրական քայլերի հետևանքով ստեղծված մտահոգիչ իրավիճակի հաղթահարման ճանապարհներից է նաև հրավիրյալ եպիսկոպոսատ ժողովը, որի կանոնականությունը որևէ կապ չունի գումարման վայրի հետ։ Հիշեցնեմ, հունվարի 4-ին Նիկոլ Փաշինյանն ու կաթողիկոսի հեռացումը պահանջող 10 եպիսկոպոսները հայտարարել էին հայ առաքելական եկեղեցու այսպես կոչված բարենորոգման մեկնարկի մասին։ Կալանքի տակ գտնվող Նարեկ Սամսոնյանը բժշկի խորհրդով դադարեցրել է արդեն 14 օր տևած հացադուլը։ Ավելի վաղ փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնել էր, որ Սամսոնյանի վիճակն ավելի վատ է և նրան տեղափոխում են հիվանդանոց։ Հիշեցնեմ, Իմնեմնիմի հաղորդաշարի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը կալանավորվել էին ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հաղորդման հիման վրա։ Հունվարի 9-ին դատարանը 3 ամսով երկարացրել էր նրանց կալանքը։ Հայաստանի քրդական համայնքն այսօր Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի առջև բողոքի ակցիա է իրականացրել ընդդեմ Թուրքիայի կառավարության աջակցությունը վայելող սիրիական իսլամիստների գործողությունների։ Ակցիային մասնակցում է նաև Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Կնյազ Հասանովը։ Հավաքվածները հայտարարել են, թե Թուրքիան աջակցում է, որ իսլամական պետություն ահաբեկչական խմբավորումը կրկին գլուխ բարձրացնի ու կոտորածները շարունակվեն։ Ակցիայի մասնակիցները կոչ են արել ՄԱԿ-ին և մարդասիրական կառույցներին աջակցել քրդական համայնքին, քանի որ մարդկային իրավունքների պաշտպանությունը միասին խաղաղ ապրելու գրավականն է։ ՄԱԿ-ի աշխատակիցները վերցրել են նամակը։ Հիշեցնեմ, Սիրիայի անցումային կառավարության ուժերը Թուրքիայի աջակցությամբ գրավել էին Հալեբ քաղաքի քրդաբնակ Շեյխ Մաքսուդ և Աշրաֆիա շրջանները։ Այնուհետև նրանք բավական արագ ստիպեցին քրդական ուժերին հեռանալ Դեյր Հաֆիրից։ Ուրախալի լուր մարզաշխարհից։ Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը դարձել է հաղթող Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում անցկացված արագ շախմատի մրցաշարում։ Շախմատի ֆեդերացիան հայտնել է, որ Մարտիրոսյանը հաղթել է 11 հնարավոր միավորից վաստակելով 8.5-ը։ Մրցաշարին մասնակցել է 133 շախմատիստ։ Այսքանը կհանդիպենք ժամը 19-ին ամփոփելու օրվա կարևորը։